It is now for more than 25 years Ավելի քան 25 տարի that I only speak on the revelation of the Father heart. ես միայն խոսում եմ Աստծո սրտի հայտնության, հոր սրտի հայտնության մասին։ I think this is the most important message that you can hear. Եվ կարծում եմ, որ սա ամենակարևոր падգամն է, որ կարող եք լսել։ You know, in church you can have different topics. Եկեղեցում խոսում ենք տարբեր թեմաներով։ Intercession, Օրինակ բարեխոսության, spiritual warfare, հոգևոր պատերազմի, pastoral care, հովվական հոգացության մասին, evangelism. ավետարանչության։ They're all like books, volumes, books. Եվ սրանցից յուրաքանչյուրը կարծես մի հատոր լինի, մի գիրք լինի։ But the Father heart is not one of these books. Սակայն Աստծո սիրտը այս գրքերի շարքում չէ։ The Father heart is the bookshelf. Հոր սիրտը իրականում մի ամբողջ գրապահարան է։ And all other things rest on that bookshelf. Եվ բոլոր այդ թեմայով գրքերը հենց այդ գրապահարանում են։ Now, you know, God is revealing different things to the church Գիտեք, Աստված եկեղեցուն տարբեր բաներ է հայտնում։ through history. Պատմության միջոցով։ If we go back 500 years ago, Եթե հետ գնանք 500 տարի առաջ, there was the Reformation. այնտեղ խոսվում է վերափոխման մասին, ռեֆորմացիայի մասին։ And that was a revelation in a new way of who Jesus Christ really was. Ռեֆորմացիայի տարիներին էր, երբ որ տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի մասին նոր հայտնություն, թե ով է ինքը։ Through this Reformation, through this revelation, we saw Christ again as a personal Savior. Այդ ռեֆորմացիայի տարիներին հայտնության միջոցով մարդիկ ճանաչեցին Հիսուսին որպես իրենց փրկիչ։ This had an effect on the personal believer. Եվ սա ունեցավ խոր ազդեցություն անհատ հավատացյալի կյանքում, And it has an effect on the church. ինչպես նաև ազդեց եկեղեցու կյանքի վրա։ That's why revelation was necessary. Ահա թե ինչու կարևոր է հայտնությունը։ Then in 1906, Հետո 1906 թվականին we had the revelation of the Holy Spirit. տեղի ունեցավ Սուրբ Հոգու մասին հայտնությունը։ It's called the Azusa Street Revival in America. Ազուզա փողոցի հայտնություն ԱՄՆ-ում, այսպես է հայտնի այդ։ Let me tell you, Արթնությունը։ before Azusa Street, there were no Pentecostal churches. Մինչև Ազուզա փողոցի արթնությունը գոյություն չուներ ոչ մի հոգեգալստական եկեղեցի։ So actually the spotlight was on the Holy Spirit. Եվ այդ ժամանակ կենտրոնում Սուրբ Հոգին եղավ։ Of course, Jesus was there, Իհարկե Հիսուսն էլ իր տեղում էր։ and this revelation continued. Եվ Հիսուսի մասին հայտնությունը շարունակվեց։ The Father was there, Հայրը նույնպես իր տեղում էր, but the spotlight was on the Holy Spirit. բայց այդ ժամանակ կենտրոնում Սուրբ Հոգին էր։ And it had an effect on the personal believer Եվ դա ազդեցություն թողեց անհատ հավատացյալի կյանքում, and on the church. ինչպես նաև եկեղեցու։ And now, since the 1990s, Եվ սկսած 1990-ականներից the spotlight is on the Father. նորից կենտրոնում հայտնվեց հայրը։ The revelation of the Father heart of God. Աստծո հայրական սրտի մասին հայտնությունը բացահայտվեց։ And it's necessary that this revelation will have an impact on the individual believer. Եվ անհրաժեշտ է, որ այս հայտնությունը ազդեցություն ունենա անհատ հավատացյալի կյանքում, յուրաքանչյուրի կյանքում։ It's not enough to listen one evening about the revelation of the Father heart. Այսինքն բավարար չէ այսօր երեկոյան լսել հոր սրտի մասին հայտնությունը։ I used to say from teaching to touching. Ես այսպիսի խոսք ունեմ՝ ուսուցումից մինչև անձնական վերապրում։ This message is not just for your mind. Այսինքն այս ուսուցումը միայն ձեր մտքի համար չէ։ It needs to enter into your heart. Անհրաժեշտ է, որ այն մուտք գործի ձեր սրտերում։ And it is from your heart Եվ ձեր սրտերից
that it can change your life. Եվ ձեր սրտի միջոցով կփոխվեն ձեր կյանքերը։ And let me tell you something. Ուզում եմ մի բան ասել։ Before Jesus will come again, Մինչև Հիսուսը կվերադառնա, the church needs to change. եկեղեցին պիտի փոխվի։ But let me tell you a secret. Մի գաղտնիք էլ ասեմ։ The church Եկեղեցին is you. դու ես։ When we believe that the church still needs to change, Մենք պիտի հավատանք, որ եկեղեցին փոխվելու կարիք ունի։ you need to look to yourself Պետք է ինքներս մեր ներսը նայենք and tell God, God, I need to change. եւ Աստծուն ասենք. Աստված, ես փոխվելու կարիք ունեմ։ So that is very important. Սա շատ կարեւոր է։ Now, the image of God the Father. Ով է Աստված, Աստված որպես հայր, նրա կերպարը։ It's so important to know him for who he really is. Այնքան կարևոր է ճանաչել նրան, հենց այնպես ինչպես ինքը կա։ Someone asked me, how can I get to know the Father? Մեկը ինձ հարցրեց մի օր. Ինչպես ճանաչեմ հորը։ And I understand there is one difficulty. Հասկանում եմ, կա մի դժվարություն։ He is invisible. Նա անտեսանելի է։ So how to get to know a God that is invisible? Ուրեմն ինչպես ճանաչեմ մի Աստծո, որը անտեսանելի է։ So I thought, well, a good answer is read your Bible. Մտածեցի լավ պատասխան կլինի ասել կարդա Աստվածաշունչդ։ Through the word of God, you can just get to know God. Աստծո խոսքի միջոցով ճանաչում ես Աստծուն։ But then the thought came to me. Բայց հետո մի միտք ծագեց։ All over the world, Ամբողջ աշխարհում with the Christians, there is one Bible քրիստոնյաները մի Աստվածաշունչ ունեն։ in different translations. Մի Աստվածաշունչ տարբեր թարգմանություններով։ So the Christians all over the world, they read the same word. Ամբողջ աշխարհում բոլոր քրիստոնյաները նույն խոսքն են կարդում։ How many different churches came forth out of it? Սակայն այդ նույն խոսքը կարդալով քանի եկեղեցիներ են առաջացել։ More than 46,000. Ավելի քան 47,000։ And then I thought, if you read the same word and there are 46,000 different churches, Մտածեցի, եթե նույն խոսքն ես կարդում եւ այսքան հազարավոր եկեղեցիներ կան, how many different images of the Father will come forth out of the same word? ինչ է նշանակում։ Ուրեմն այս տարբեր եկեղեցիներում հոր կերպարի մասին քանի տարբերակներ կան։ So that's the same. Նույնը պետք է լինի։ I think more than 46,000 different images. Ես կարծում եմ, որ ավելի քան 46,000 տարբեր կերպարներ կան Աստծո մասին։ God հոր մասին։ says, I am not interested in who you think that I am. Բայց Աստված ասում է, ինձ հետաքրքիր չէ, թե դու իմ մասին ինչ ես կարծում։ I want you to know me for who I really am. Ես ցանկանում եմ, որ դու ինձ ճանաչես հենց այնպես, ինչպես կամ։ You know, in the beginning there were Adam and Eve. Սկզբում Աստված ստեղծեց Ադամին եւ Եվային։ God created Adam and Eve Աստված ստեղծեց նրանց in his image and in his likeness. իր պատկերով եւ իր նմանությամբ։ They were like God. Նրանք Աստծո նման էին։ God wanted to create man Աստված ցանկացավ ստեղծել մարդուն as his children. որպես իր զավակի։ You know, when you are part of your family, Ընտանիքի մաս լինելով you come forth from father and mother. ծնվում ես հորից եւ մորից։ And you from both you have something. Եվ երկուսից էլ ինչ որ բան ժառանգում ես։ Sometimes you can recognize it of the size of your toes. Երբեմն հնարավոր է ճանաչել այդ կապը ծնողի երեխայի միջև իրենց օրինակ ոտքերի մատի չափից Or the size of your nose, կամ քթի ձևից the color of your hair. եւ մազերի Your գույնից, eyes. աչքերի You գույնից։ know, you come forth from your parents. Այսպիսով իմանում ենք, որ երեխան իր And հորը եւ մորն է this պատկանում։ is what God did in creation. Աստված էլ հենց այսպես վարվեց ստեղծագործության ժամանակ։ I am Father,
ասելով ես հայրն եմ and I love to have children. եւ ես ուզում եմ երեխաներ ունենալ, Why? So I can be father for them. որպեսզի նրանց համար հայր լինեմ։ I will give them authority over the earth that I created. Ես նրանց իմ ստեղծած աշխարհում իշխանություն կտամ I will be there for them. եւ նրանց կողքին I կլինեմ։ take care of them. Հոգ կտանեմ They're նրանց safe մասին with me. եւ նրանք ինձ հետ ապահով կլինեն։ He is a good father. Նա բարի հայր է։ Now, I want to show you like this. This is God Պատկերացնենք սա Աստված է and this is man. եւ մյուս կողմում մարդն է։ And he says, I created man Եվ Աստված ասում է. Ես ստեղծեցի մարդուն and it fits exactly in me. եւ այն հարմարվեց ինձ։ I made them to be one with me. Ես նրան ստեղծեցի, որ մեկանամ նրա հետ։ Look here, you see two, Տեսնում եք, չէ, երկու կողմեր կան, but I made them to be depending on me. բայց մարդուն այնպես ստեղծեցի, որ ինձնից կախում ունենա։ I am who I am. Ես նա եմ, ով եմ, Says through me you can be. եւ իմ միջոցով դուք կարող եք լինել, գոյություն ունենալ։ He says this is the perfect place to receive everything that I have from me. Եվ ասում է, որ միայն այս դիրքում, կատարյալ դիրքում դուք կարող եք ստանալ ամենը ինձնից, ինչի կարիքն ունեք։ Your position is important. Ձեր դիրքը կարևոր է։ It's a position of dependency. Դա կախվածության դիրքն է։ Now Adam and Eve, Ադամը եւ they Եվան walked in the garden քայլում էին պարտեզում։ and Eve heard a voice. Հետո Եվան մի ձայն լսեց։ Maybe it started with, hello, Eve. Գուցե այսպես սկսվեց. Բարև Եվա, Good morning. կամ բարի լույս։ And Eve looks around Եվան նայեց իր շուրջը and says, Adam, what was that? What was you? Are you saying something? ասելով Ադամ, ով էր, ինչ որ բան էիր ասում։ Adam said, I said nothing. Ադամն էլ ասում է ոչինչ։ She said, I definitely heard a voice. Եվան ասում է, ես հաստատ ձայն And լսեցի։ she looks up and in the tree there is the snake. Եվ երբ իր շուրջը նայեց, ծառի վրա մի օձ տեսավ։ And he starts talking to Eve. Եվ օձը սկսեց խոսել Եվայի հետ։ He says, can you not eat from fruit of the trees? Ասաց, ճիշտ է, որ չեք կարող ուտել այս ծառից։ And Eve said, you foolish snake. Of course, I can eat fruit of the trees here in the garden. Եվան էլ դե երևի ասեց, դու հիմար օձ, ինձ իրականում ասվել է, որ կարող եմ բոլոր ծառերից էլ ուտել։ Well, just not from the tree that you are in. Բայց միայն այն ծառը, որի վրա դու ես, այդ մեկից չեմ It's կարող։ the tree of knowledge of good and evil. Դա բարի եւ չարի գիտության ծառն է։ And God says, I cannot eat from the fruit of that tree. Եվ Աստված ասել է, որ այդ ծառի պտղից ուտել չեմ կարող։ And the snake says, I know why. Իսկ օձն ասաց, ես գիտեմ ինչի։ And Eve says, tell me. Եվան էլ ասաց, ասա ինձ։ He says, listen, Ասաց, օձն ասաց, լսիր։ if you eat from the fruit of this tree, you will be like God. Եթե այս ծառի պտղից ուտես, Աստծո նման կլինես։ Now, this would have been the perfect time for Adam to stand up. Սա իսկական կատարյալ պահն էր, երբ Ադամը պետք է քայլ աներ։ He should have stepped forward Նա պետք է առաջ գար and say, hey, snake, listen to me. եւ ասեր դու օձ, լսիր ինձ։ We are here in Genesis 3. Մենք ծննդոց 3-րդ գլխում ենք։ Come on, walk with me to Genesis 1. Արի ինձ հետ ծննդոց առաջին գլուխ։ In Genesis 1, it says, God made man in his own likeness and in his own image. Քանի որ ծննդոց առաջին գլխում գրված է, Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով եւ I նմանությամբ։ am like God. Ես Աստծո պես եմ ստեղծված։ Why should I sin to become what I already am? Ինչու մեղք գործեմ, որպեսի դառնամ նա, ով արդեն իսկ կամ։ Well, that's a good question. Լավ հարց է, չէ՞։ You know what Satan actually said Գիտեք ինչ ասաց Սատանան իրականում։ is not only to become a son of God,
Նա ասաց ոչ միայն Աստծո որդի կլինես, but you will take the place of God. այլ Աստծո տեղը կզբաղեցնես։ You remove God from his throne Աստծուն կհեռացնես իր գահից and you take now place on that throne եւ դու կզբաղեցնես այդ գահը։ and you can now decide what is good and what is evil. Եվ ինքդ կորոշես թե որն է բարին եւ որը չարը։ And you know, today, Եվ գիտեք, այսօր this is what we can see in the world. սա այն է, ինչ մենք տեսնում ենք աշխարհում։ The world does not want the moral compass of God. Աշխարհը չի ուզում տեսնել Աստծուն, Աստծո բարոյական կողմը։ They want to decide what is good and what is evil. Նրանք ինքներն են ցանկանում որոշել, թե ինչն է բարի եւ ինչը չար։ So Adam and Eve, they ate from the fruit of this tree. Այսպիսով Ադամը եւ Եվան կերան այս ծառի պտղից։ And God said, but when you eat from that tree, you will surely die. Եվ Աստված ասեց. Եթե ուտեք այդ ծառի պտղից կմահանաք։ This is not a threat of God. Սա Աստծո սպառնալիքը չէր։ It was a warning. Սա զգուշացում էր։ A father who wanted to protect his children. Հայրը ցանկանում էր զգուշացնել, պաշտպանել իր երկու զավակներին։ He says, if you eat from that tree, Ասում է, եթե ուտես այդ you ծառից, separate yourselves from me. կբաժանվես ինձնից, You lose the spirit. կկորցնես իմ հոգին, You will only be earthly. միայն կմնաս երկրային, With the sweat of your brow you will eat bread, he said to Adam. եւ later. քրտինքով կվաստակես հացը, նա ասաց Ադամին։ It means I cannot take care of you Սա նշանակում է, որ ես այլևս չեմ կարողանա հոգ տանել քո when մասին, you separate yourself from me. երբ դու քեզ բաժանես, առանձնացնես ինձնից։ God never separated himself from man. Աստված ինքն իրեն երբևէ չառանձնացրեց մարդուց։ Man separated himself from God. Մարդն առանձնացավ Աստծուց։ And he placed himself out of the kingdom of God. Եվ ինքն իրեն դուրս հանեց Աստծո In թագավորությունից։ the kingdom of God, you can only function when you are spiritual. Աստծո թագավորությունում կարող ես գործել միայն այն ժամանակ, երբ հոգևորապես ես վարվում։ So now they came in the kingdom of this world Ու հիմա այս աշխարհում where Satan was the ruler. նրանք հայտնվեցին մի աշխարհում, որը որ թագավորում եւ ղեկավարում է Սատանան։ Now, it takes time, Հարկավոր է ժամանակ, and in that period of time in history, God creates a nation, Israel. եւ պատմության այդ ժամանակահատվածում Աստված ստեղծեց մի ազգ Իսրայել անունով։ Father has not given up on creation. Հայրը չթողեց իր արարչագործությանը։ He still wants to have his children back. Նա ցանկացավ վերադարձնել իր երեխաներին։ So he says, first I form a nation. Ասաց սկզբում մի ազգ կստեղծեմ։ I give them the law, the law and the commandments. Նրանց օրենք եւ պատվիրաններ կտամ։ It means the moral compass came back on earth. Այսինքն Աստված իր բարոյական կողմնացույցը նորից բերեց, հաստատեց երկրի վրա։ It is with the people of Israel that God could show them, look, I am on the throne. Եվ Իսրայելի ժողովրդի միջոցով Աստված ցույց տվեց մարդկանց, որ ես եմ, ով նստած է գահի վրա։ This was not the case for the rest of the world. Բայց սա չէր վերաբերում աշխարհի մյուս They ժողովուրդներին։ still lived without God as king. Նրանք շարունակում էին ապրել աշխարհի տիրակալի իշխանության ներքո։ So from there, he says, well, let's have a holy land Նա ասաց սուրբ երկիր ստեղծեմ, and a holy city սուրբ քաղաք շինեմ, and a holy temple, սուրբ տաճար, and then I will live in the holies of holies. եւ ես կբնակվեմ սրբության սրբոցում։ He needed to create such a place because of the sin in this world. Նա պիտի այդպիսի մի վայր հաստատեր, քանի որ երկրի վրա տիրում էր մեղքը։
And they had to make sacrifices. Եվ մարդիկ պետք է զոհեր անեին։ And this is how he started to become among man again. Ահա թե ինչպես Աստված նորից սկսեց հայտնվել մարդկանց, բնակվել նրանց մեջ։ Adam and Eve had another experience with God. Ադամը եւ Եվան մեկ այլ փորձառություն ունեցան They Աստծո հետ։ walked with him. Նրանք քայլում էին They Աստծո were հետ, one with him. մեկ էին Աստծո հետ։ They were his son and daughter. Նրա որդին եւ դուստրն էին։ So that God wants to restore. Աստված ցանկանում է վերականգնել սա։ And that is why after a period of time Եվ ահա թե ինչու որոշ ժամանակ անց, where the nation of Israel had the law and the commandments, երբ հիշատակվում է Իսրայելի պատվիրանների եւ օրենքի մասին, he let them experience that they could not hold the law and the commandments. Աստված թույլ է տալիս, որ մարդիկ հասկանան, որ ինքնուրույն չեն կարող պահել օրենքը եւ պատվիրանները։ Bible says no one can. Աստվածաշնչում գրված է ոչ ոք չի կարող Everyone is a պահել։ sinner. Բոլորը մեղք գործեցին։ Why was it so important for God to make clear that you cannot hold his commandments? Ինչու էր Աստծո համար կարևոր, որ մարդն իմանա, թե ինքը ինքնուրույն չի կարող պահել Աստծո պատվերները։ He says, because I want you to experience it. Նա ասում է, որովհետև ցանկանում եմ, որ դու ունենաս այս վերապրումը, That you cannot do it. որ դու ինքնուրույն չես կարող պահել։ That you need to be depending on me. Անհրաժեշտ է, որ դու ինձնից կախում ունենաս։ That's how I created mankind. Ահա թե ինչպես եմ ես ստեղծել And God is not- մարդկությունը։ God is not just talking to people, Աստված ուղղակի չի խոսում he մարդու wants հետ։ them to experience it. Նա ցանկանում է, որ նրանք վերապրեն իրեն։ Talking is to the mind, Նա խոսում է մարդու մտքի հետ experiences are for the heart. եւ թույլ է տալիս, որ մարդը սրտում վերապրում ունենա։ So he is showing Israel Նա ցույց է տալիս Իսրայելին, that they cannot do it, որ չեն կարող պահել, that they need a savior. որ նրանք փրկչի կարիք ունեն։ So then Jesus comes. Հետո Հիսուսն է This գալիս։ is exactly the plan of God. Սա Աստծո ծրագիրն էր։ It is Jesus, the Son of God. Հիսուսը Աստծո որդին։ God, we know from the Bible, is spirit. Աստված, որին ճանաչում ենք Աստվածաշնչից, հոգի է։ Holy Spirit is spirit. Սուրբ հոգին հոգի է։ Before Jesus came on earth, when he was in heaven, Մինչև Հիսուսը կգար երկիր եւ երբ նա երկնքում էր, he was spirit. նա էլ հոգի էր։ Then one day, Հետո մեկ օր God says, Աստված ասաց. "Hello, Jesus. Բարև Հիսուս, How are you?" ինչպե՞ս ես։ And Jesus looks at him. Հիսուսը նայեց հորը։ He says, "How are you? Ասաց. Հարցնում ես ինչպե՞ս եմ։ I am in heaven. I'm always good." Ես երկնքում եմ, միշտ էլ շատ լավ եմ։ And then the father says, "Yeah, I have a question for you. Հայրն ասաց. Մի հարց ունեմ քեզ։ Do you want to become flesh?" Ուզում ես մարմին առնել։ Imagine Պատկերացրեք, God Աստված, becoming flesh. որ դառնում է մարմին։ There is no God Չկա մի Աստված, who says, "I will become flesh." ով կասի, ես մարմին կդառնամ։ All other religions, the gods are telling them, try to come closer. Մյուս բոլոր կրոններում ասվում է, փորձիր, ջանք թափիր, որ հասնես Աստվածներին։ My God did not only come down, Սակայն իմ Աստված ոչ միայն իջավ, he became one of us. նա նաև դարձավ մեզնից մեկը։ He became man. Նա մարդ դարձավ։ You know, many Christians, Շատ քրիստոնյաներ they look up to Jesus. նայում են վեր Հիսուսին։ And if they fail Եվ with եթե something, ձախողում են ունենում, they say, "Yeah, I'm only human." ասում են, դե ես մարդ եմ։ Jesus is the Son of God. Հիսուսը Աստծո որդին է։ I am just a man. Ես ուղղակի մարդ եմ։ Listen to me. Լսեք, When you are born again, երբ վերստին ծնունդ եք ապրում, born from the Spirit, ծնվում եք հոգուց, then you
are a new creation. Այդ պահից ի վեր դուք նոր արարած եք։ You're not just in the line of Adam with the Spirit. Դուք ուղակի Ադամը չեք։ No, Adam was created from the earth. Ոչ, Ադամը ստեղծվեց հողից։ Being born again, you are born from on high. Վերածնված լինելով դուք ծնվում եք վերևից։ The core of your being is now spirit. Հիմա ձեր էությունը հոգին է, Աստծո հոգին։ A different creation than your unbelieving neighbor. Դուք տարբերվում եք ձեր անհավատ հարևանից։ You're in the line of Jesus now. Դուք հիմա Հիսուսի կյանքն ունեք։ And then still many say, but we have to try to become like Jesus. Եվ միևնույն է, դեռ շատերն ասում են մենք պետք է փորձենք նմանվել Հիսուսին։ And Jesus says, no, Հիսուսն ասում է ոչ, I came to your level ես եկա հասա քո մակարդակին, to show you that it is possible, որպեսզի ցույց տամ, որ հնարավոր է being a new creation, լինել նոր արարած to come home in the arms of the Father. եւ գալ տուն հոր ձեռքերի մեջ։ You know, being born again is not the end goal. Մեր վերջնանպատակը վերածնված լինելը չէ։ It's the start. Դա սկիզբն է։ When you're born again, Երբ վերածնվում ենք, now you have the opportunity, the possibility այդ ժամանակ մենք ունենում ենք հնարավորություն to reach the Father մոտենալու հորը, Come. հասնելու հորը, in the position that you can be found by Him. հասնելու մի դիրքի, որ կարողանանք մեկանալ, գտնել նրան, Coming home in the arms of the loving Father. որպեսզի կարողանանք գնալ տուն մեր սիրող հոր ձեռքերում։ When you're գրկում։ born again, Երբ վերածնվում եք, most of you, you know the moment you gave your life to Jesus. ձեզնից շատերը իրականում գիտեն այն պահը, երբ ձեր կյանքը հանձնեցիք Հիսուսին, When you're baptized in the Spirit, երբ հոգով մկրտվեցիք, you know when that happened. դուք իմացաք, թե երբ դա տեղի ունեցավ։ Do you know Գիտեք, the day that you came home in the loving arms of the Father? արդյոք գիտեք նաև այն օրը, թե երբ դուք վերադարձաք տուն հոր ձեռքերի գրկի մեջ։ It will change your life. Այդ օրը փոխում է ձեր կյանքը, կփոխի ձեր կյանքը։ It will start you off in a new journey. Դուք նոր մի ճամփորդություն, նոր ընթացք կունենաք։ Through intimacy, Մտերմության միջոցով you receive your identity. ստանում ենք մեր ինքնությունը And then you can reach your God-given destiny. եւ հասնում ենք այն ընթացքին, որ Աստված նախասահմանել էր մեզ համար։ You can be born again Կարող եք վերածնված լինել and still be on a distance. եւ հեռավորության վրա մնալ։ Yes, you are saved. Այո, փրկված եք։ But God says, there is more for you than just go to heaven. Բայց Աստված ասում է, կա ավելին, քան միայն երկինք մտնելը։ I want a nation that is not just carrying my name. Ես ցանկանում եմ մի ազգ, որը ոչ միայն կկրի իմ անունը, I want a nation that can carry my image. այլ նաև իմ պատկերը կունենա։ Like Jesus says, when you've seen me, you've seen the Father. Ինչպես Հիսուսն ասաց, երբ ինձ տեսաք, հորը տեսաք։ Why does he want such a nation? Ինչու է նա ցանկանում այսպիսի ազգ ունենալ։ Why does he want sons and daughters that carry his image? Ինչու է նա ցանկանում ունենալ դուստրեր եւ որդիներ, ովքեր կկրեն իր պատկերը։ Because the Father loves the people in the world. Քանի որ Աստված սիրում է մարդկությանը։ There is no man on earth Աշխարհում չկա, երկրի վրա չկա մի մարդ, that did not find his origin in God. որ չգտնի իր ծագումը Աստծո մեջ։ The devil cannot create Սատանան չի կարող ստեղծել։ all man, Բոլոր մարդիկ, Muslim, մուսուլմաններ, Buddhist, բուդդիստներ, Hinduist, հինդուներ, Christians. քրիստոնյաներ, everyone, բոլորը, բոլորը։ you have your origin in God. Բոլորն իրենց ծագումը գտնում են Աստծո մեջ։ From origin, you are his child.
որն է իր որդին զավակը լինելը, but you're lost. բայց դուք կորսված եք։ And the father says, Եվ հայրն ասում է. I want to find you. Ես ցանկանում եմ գտնել քեզ։ I want to do everything to bring you back home. Ցանկանում եմ անել ամեն բան, որ քեզ տուն վերադարձնեմ։ And he says, I am invisible. Նա ասում է. Ես անտեսանելի եմ։ They don't know me. Նրանք ինձ չեն ճանաչում։ They even don't know that I exist. Նրանք նույնիսկ չգիտեն, որ ես գոյություն ունեմ։ I need people on earth Ես այնպիսի մարդկանց կարիք ունեմ երկրի վրա, in whom I can dwell. ում մեջ կարող եմ բնակվել։ When Jesus died on the cross, Երբ Հիսուսը մահացավ խաչի վրա, the veil in the temple was torn from top to bottom. տաճարի վարագույրը վերից վար պատռվեց։ Many say, Շատերն ասում են. now we can enter into the Holy of Holies. Հիմա մենք կարող ենք մուտք գործել սրբության սրբոց։ I love to see it in a different way. Ես սիրում եմ սա ուրիշ տեսանկյունից նայել։ The veil was torn, Երբ վարագույրը պատռվեց, and God says, now I can come out. եւ Աստված ասաց. Հիմա ես կարող եմ դուրս գալ։ I didn't want to live in eternity in a handmade building. Ես չեմ ուզում հավիտենությունը պահել մարդածին, մարդու ձեռքով ստեղծած տաճարի մեջ։ Now you are my temple. Հիմա դուք եք իմ տաճարը։ I want to live with you. Ես ձեզ հետ եմ ուզում բնակվել։ I don't want to visit you. Ես չեմ ուզում ուղակի այցելել ձեզ։ I come to stay. Ես եկել եմ մնալու։ I want to make my living place in your heart. Ես եկել եմ կենթանի կերպով բնակվելու ձեր սրտերում։ I want to bring you back in the intimacy Ես ցանկանում եմ վերադարձնել մեր մտերմությունը, so you can experience me as a good God. որպիսի դուք ինձ վերապրեք, զգաք որպես բարի Աստծո։ Holy Spirit is comforter. Սուրբ Հոգին մխիթարիչն է։ Don't look at it in a theological way. Մի փորձեք մեկնաբանել, նայել նրան աստվածաբանական տեսանկյունից։ When there is hurt in your life, pain in your life, Եթե ձեր կյանքում ունեք ցավ, when there are wounds, եթե ունեք վերքեր, he says, now you can experience me. այս դեպքում նա ասում է. կարող եք վերապրել ինձ։ It needs to become reality in your life. Աստված նրա ներկայությունը պետք է իրական դառնա ձեր կյանքում։ It's not the purpose of God that you just visit church on Sunday Աստծո նպատակը չէ, որ դուք ուղակի կիրակի օրը եկեղեցի գաք, and on Thursday. ինչպես նաև հինգշաբթի օրը։ No, it Ոչ. needs to be a personal heart's experience for you. Մենք յուրաքանչյուրս պետք է անձնապես վերապրենք It նրան։ starts when you come in the position that you let yourself be found by the Father. Դա սկսվում է այն ժամանակ, երբ թույլ ես տալիս, որ Աստծո հետ լինես։ It is there that you experience the love of the Father. Եվ այդ ժամանակ է, որ դու զգում ես Աստծո հոր սերը։ If you haven't experienced that love, Եթե չես վերապրել այդ սերը, tonight is a good night for you. այսօր լավ օր է քեզ համար։ And you know, don't tell me that you're not good enough. Ինձ մի ասեք, որ արժանի չեք այդ You սիրուն։ can come just as you are. Կարող եք գալ այնպես, ինչպես կաք։ You know, we have Luke 15 in the Bible. Ղուկաս 15-րդ գլուխ, There are three parables. որտեղ որ 3 առակներից է The խոսվում։ lost sheep, Կորած ոչխարի the lost առակը, coin, կորած դրամի առակը and the prodigal son. եւ անառակ որդու առակը։ You know, actually, it talks about a big evangelistic campaign Այստեղ իրականում խոսվում է մեծ ավետարանչական արշավի մասին, led by the Father, the Son, and the Holy Spirit. որը ղեկավարում են Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Look, it starts with Jesus. Բայց ամեն բան սկսում է Հիսուսի միջոցով։ There are the Pharisees, and they are commenting on the lifestyle of Jesus. Փարիսեցիները մեկնաբանում էին այն, թե ինչպես էր ապրում Հիսուսը։ He sits with sinners. Ասում էին, թե նա նստում է հաց է կիսում մեղավորների հետ։ He eats with them.
Նրանց հետ հաց է ուտում։ Look at us. We keep the distance. Բայց նայեք մեզ, մենք մեղավորներից հեռու ենք մնում։ We are holy. Մենք սուրբ մարդիկ ենք։ And then Jesus starts with this parable. Հիսուսը դրանից հետո այս առակն է He ներկայացնում։ says, there is a man who has 100 sheep. Ասում է՝ մի մարդ 100 ոչխար ուներ։ And I need to tell you something. Ուզում եմ մի բան ասել։ In the end of the parable, Այդ առակի ավարտին it says, just so I tell you, there will be more joy in heaven over one sinner who repents վերջում առակի հետևյալն է գրված, որ երկնքում կլինի ավելի մեծ ուրախություն մեկ մեղավորի փրկության համար, than over 99 righteous persons who don't need repentance. քան 99 արդարի համար, ովքեր ապաշխարության կարիք չունեն։ You know the parable of the lost sheep. Լսել եք, չէ՞, կորած ոչխարի առակը։ We made it a nice children's story. Մենք դարձնում ենք դա երեխաների համար պատմվող մի լավ պատմություն։ But it is not meant just to be a children's story. Բայց դա միայն մանուկների համար չէ նախատեսված։ He is telling it to the Pharisees. Այս պատմությունը Հիսուսը փարիսեցիներին He says, պատմեց։ look, there is a man who has 100 sheep. Ասաց մի մարդ 100 ոչխար ուներ։ In the evening, he brings them to the safe place. Երեկոյան նրանց տանում էր մի ապահով վայր։ He knows his sheep. Ճանաչում էր իր բոլոր He counts գառներին, them. հաշվում էր And նրանց։ he comes to 99. Հաշվելով հասավ 99-րդին։ One is missing. Մեկը պակասում էր։ He says to the other 99, stay here, I'll go look for him. 99-ին ասաց մնացեք այստեղ, ես գնամ փնտրելու կորած ոչխարին։ The 99 get nervous. 99-ը մի տեսակ նյարդայնացան։ One sheep to the other sheep. Մի գառը մյուսին ասաց. Bah. Բե The other sheep says, bah, 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 bah. Ես որ In Armenian. I know. It's, no. In Armenian. ասում եմ հայերեն թարգմանիր, ասում եմ նույնն է, չի համաձայնում։ Մյուս ոչխարները արձագանքեցին նույն կերպով։ Well, then the old sheep comes forward. Հետո գալիս են ամենամեծ ոչխարները, He says, bah, տարիքով ամենամեծները։ listen to me. Ասում են լսեք ինձ։ Listen, we are now with 99. Մնացել ենք 99 հոգով։ Next time, Հաջորդ անգամ, when another is lost, երբ մեկը կորի, we are with 98. կմնանք 98 հոգով։ But the one that is lost Բայց մեկը, որ կորել է, knows that no one is coming to rescue him. գիտի, որ ոչ ոք չի գնացել իրեն փրկելու։ Now that he is looking for the one, Հիմա, երբ հովիվը գնացել է փնտրելու, փրկելու այդ մեկին, you know that the next time that you get lost, դուք գիտեք, որ եթե մեզնից մեկը հաջորդ անգամ կորի, he will come looking for you. նա կգա նրան փնտրելու։ Now, listen, he is missing the sheep, Ինչ էր տեղի ունեցել, մեկ ոչխար կորել էր։ looking for the sheep. Նա Հիսուսը գնացել էր փնտրելու այդ He ոչխարին։ finds the sheep. Նա գտավ ոչխարին, He sets the sheep free. ազատեց նրան, He heals the sheep. բժշկեց And he brings the sheep home. եւ ուսերի վրա վերադարձրեց տուն։ It was a sinner. Նա մեղավոր էր։ It wasn't a sheep. Դա ուղղակի մի գառ չէր, ոչխար չէր։ He's talking about a sinner, Հիսուսը խոսում էր մեղավորի a մասին։ sinner that was bound Մի մեղավորի, ով կապված էր and couldn't reach home in his own strength. եւ իր զորությամբ չէր կարողանում վերադառնալ տուն։ And Jesus says, that is the one I'm looking for. Հիսուսն ասաց, ես հենց այդպիսի մարդու եմ փնտրում։ I'm looking for the one. Ես հենց նրան եմ փնտրում։ I'm looking for the sinner. Ես hենց մեղավորին եմ What փնտրում։ did the sheep do? Ինչ էին անում ոչխարները։ Was there repentance? Yes or no? Նրանք ապաշխարում էին թե ոչ։ Do we read anything about the sheep? Արդյոք գրված է ինչ որ բան ոչխարների մասին, նրանց ապաշխարության մասին։ It was, he was who he was.
Նա է ով որ է։ And he received love. Missing, looking, finding, setting free, healing, bringing home. Եվ ոչխարը ստացավ այդ սերը, ամբողջ սերը Հովի կողմից, Հիսուսի կողմից։ Նա գնաց, փնտրեց, գտավ, վերադարձրեց, ազատագրեց, փրկեց, բժշկեց, տուն բերեց։ You're great. Fantastic. So, the sinner received unconditional love. Մեղավորը ստացավ անպայմանական սեր, He didn't deserve it. որին արժանի չէր։ And Jesus says, Հիսուսն ասաց, the Father says, Հայրն ասում է, this is the unconditional love that I have for you. սա այն անպայմանական սերն է, որ ես տածում եմ ձեր հանդեպ։ And when you receive it, Եվ երբ ստանում եք այդ սերը, you can give it to others. կարողանում եք տալ ուրիշներին։ This is what he telling the Pharisees. Այսպես նա պատասխանեց, արձագանքեց He says, you փարիսեցիներին։ stay on a distance. Ասաց դուք հեռավորության վրա եք մնում։ You don't try to bring the sinner back. Դուք չեք փորձում մեղավորին վերադարձնել։ This is what I do for sinners. Բայց ես այսպես եմ վարվում մեղավորի հետ։ It's not just a parable. Սա ուղղակի առակ չէ։ Just a chapter or two later, Եվ ընդամենը մեկ գլուխ հետո we find Zacchaeus. Zacchaeus. խոսվում է Զաքեոսի մասին։ He wanted to see Jesus, Նա ցանկանում էր տեսնել but he Հիսուսին, was small. բայց կարճահասակ էր։ He was a tax collector. Նա հարկահավաք էր։ The people didn't like Zacchaeus. Եվ մարդիկ հաստատ նրան չէին սիրում։ He took money from them. Մարդկանցից գումար էր կորզում, You're a sinner. մեղավոր էր։ And Zacchaeus, he climbs a tree Զաքեոսը մագլցում է մի ծառի վրա, because he wants to see Jesus. որովհետև ցանկանում էր տեսնել Հիսուսին։ Was Zacchaeus still a tax collector in the tree? Was he still a tax collector? Երբ բարձրացավ ծառի վրա, այդ պահին դեռ հարկահավաք էր։ Yes or no? Այո թե ոչ։ Yes. He had not changed. Այո, հարկահավաք էր, չէր փոխվել դեռ։ Jesus comes Հիսուսը եկավ, and he says, hey, Zacchaeus. ասեց. «Հեյ, Զաքեոս»։ Zacchaeus thinks, he knows my name. Զաքեոսն ասեց. «Ոնց անունս էլ գիտի»։ And he thinks, what will he say? Եվ մտածեց. «Ինչ կասի, տեսնես ինչ կասի Հիսուսը»։ Are you a tax collector? Երևի կասի դու հարկահավաք ես։ No. He says, I want to be in your home. Չէ, ասում է ես ուզում եմ, որ դու քո տանը լինես։ Shall we have dinner together? Իրար հետ ընտրենք։ And Zacchaeus said, me? Զաքեոսն ասում է. He Ինձ says, հետ։ yes, with you. Ու Հիսուսն ասում է. Այո, քեզ հետ։ He came down from the tree. Զաքեոսն իջնում է ծառից։ He had short legs and he walked home. Կարճ ոտքեր ուներ եւ արագ տուն է հասնում։ Okay. And he had servants, so he says, prepare the best meal. Ծառաներ ուներ, ում ասում է, որ լավագույն ընթրիքը պատրաստեք։ And they enjoyed themselves, Jesus and Zacchaeus. Եվ Հիսուսն ու Զաքեոսը իրար հետ լավ ժամանակ են You անցկացնում։ know, he received unconditional love. Զաքեոսը անպայմանական սեր է ստանում։ And you know what happened? Գիտեք ինչ է տեղի ունենում։ Again. You know what happened? Մի անգամ էլ հարցնեմ։ Was it Գիտեք ինչ է տեղի ունենում։ God, do you want me to speed up? Ասում է Աստված կարող է ուզում ես մի քիչ արագ падգամս ավարտեմ։ And you know what happened to the heart of Zacchaeus? Գիտեք թե ինչ տեղի ունեցավ Զաքեոսի սրտում։ The love, the unconditional love touched his heart Անպայմանական սերը հպվեց նրա սրտին and changed his life. եւ փոխեց նրա կյանքը։ He came out Նա դուրս եկավ in one evening. մեկ օրվա մեջ։
He մեկ says, երեկոյի մեջ half of my possessions I will give to the poor. ասաց, որ ունեցվածքիս կեսը աղքատներին կտամ։ From everyone I took money, I will give back 4 times. Ումից որ գումար եմ վերցրել 4 անգամ ավելին կվճարեմ։ Did Jesus tell him to do this? Արդյոք Հիսուսն էր ասել, որ այսպես վարվի։ No way. Ոչ, It has touched his heart. հպում էր զգացել իր սրտում, A sinner who receives unconditional love. որպես մեղավոր, ով ստացավ անպայմանական սեր։ You know, in the process of restoration, Վերականգնման ընթացքում already receiving unconditional love from God, Աստծուց անպայմանական սեր ստանալիս a deep conversion and repentance պետք է որ խորը ապաշխարություն Can վերափոխում տեղի can ունենա, emerge deep from the heart որը որ գալիս է սրտի խորքից, rather than love and restoration becoming your part եւ ոչ թե այն սերը ու վերականգնումը, after you confess and repent. After you confess and repent. որը տեղի է ունենում քո ջանքով, երբ որ խոստովանում ես եւ ապաշխարում։ There is a difference. Այստեղ կա տարբերություն։ If you think I have to repent Եթե մտածեք ես պետք է ապաշխարեմ, so that I can receive God's love, որպեսզի ստանամ Աստծո սերը, or that you are a sinner, թե գիտակցում եք, որ մեղավոր եք you experience unconditional love. եւ վերապրում եք անպայմանական սեր։ You know, you say, what is happening to me? Ու այդ պահին ասում եք, ինչ տեղի ունեցավ ինձ You հետ։ don't feel any longer under judgment. Այլևս չեք զգում դատապարտություն։ In the other case, you want to come out under judgment through repentance. Առաջին տարբերակում դուք ուզում եք դուրս գալ դատապարտությունից ապաշխարության միջոցով։ It's good, Շատ լավ է, but the other one is different. բայց երկրորդ տարբերակը այլ է։ Do you understand? Հասկանում եք ինչ եմ ասում։ Because in the other way, you have experienced unconditional love. Քանի որ երկրորդ տարբերակում դուք վերապրում եք անպայմանական սեր, And only if you have received unconditional love, եւ միայն այն ժամանակ, երբ ստանում եք անպայմանական սեր, you can do like Jesus. կարողանում եք գործել Հիսուսի պես։ You can give unconditional love. Կարողանում եք անպայմանական սիրո միջոցով տալ։ The world is waiting. Աշխարհը սպասում է։ Romans 8 says, for the revelation of the sons of God. Հռոմեացիս 8-ում գրված է Աստծո որդու հայտնությունը։ The sons of God who experienced the intimacy, Աստծո որդիներին, ովքեր որ զգում են մտերմություն, who received identity of sonship, ովքեր որ ստացել են որդիության ինքնությունը, they can reach the goal that God has for them. միայն նրանք կարող են հասնել այն նպատակին, որ Աստված դրել նախասահմանել է նրանց համար։ Quickly, then I'm finishing. Արագ ավարտեմ։ We still have 2 more parables. Դեռ երկու առակել ունենք։ The one with the coin. Կորած դրամի I առակը։ can be quick. Չեմ կարող շատ արագ ներկայացնել իրականում։ With the lost coin, Կորած դրամը, there is a woman searching. կորած դրամի ետևից մի կին էր եկել, որ փնտրում էր այն։ I love to see the woman as the Holy Spirit. Եվ ես ինձ համար այդ կինը Սուրբ Հոգու խորհրդապատկերն ունի։ A coin cannot think. Cannot think. Այդ դրամը չի կարող մտածել։ He doesn't know that he is lost. Եվ դրամը չգիտի, որ ինքը կորել է։ So with Jesus, we had a sinner who was bound and could not come home in his own strength. Նախորդ առակում հիշում ենք, որ մեղավորը կորսված էր եւ իր զորությամբ չէր կարող տուն վերադառնալ։ In the parable of the lost coin, Կորած դրամի առակում these are the people that don't know that they are lost. սրանք մարդիկ են, ովքեր չգիտեն, որ կորած են։ And the Holy Spirit says, they are mine. Եվ Սուրբ Հոգին ասում է, որ նրանք իմն I'll են։ go and find them and bring them to the place where they belong. Ես գնում եմ նրանց գտնելու եւ վերադարձնելու այնտեղ, որտեղ որ պատկանում են։ I was
a lost coin. Ես էլ կորած դրամ եմ եղել։ I've been growing up in a Christian family, Մեծացել եմ քրիստոնեական ընտանիքում, but I wasn't born again. բայց վերածնված չեմ եղել։ And then there was a girl who was with the Jesus people. Եվ կար մի աղջիկ, ով ճանաչում էր Հիսուսին, Աստծո ժողովրդին։ And she told me, but I didn't want to listen to her. Նա ինձ պատմեց Աստծո մասին, բայց ես չէի ուզում լսել նրան։ Until I was down, I was drinking, and it was not good with me. Մինչև որ ավելի ցած ընկա սկսեցի արփել, ինչի ինձ համար լավ ազդեցություն չունեցավ։ She said to me, Նա ինձ ասաց. "Do you pray?" Ասաց, աղոթում ես։ I said, "Yes, I pray." Այո, աղոթում եմ։ But it reaches to the ceiling, Բայց աղոթքս հասնում էր առաստաղին, and it doesn't come further. եւ առաստաղից այն կողմ չէր գնում։ She said to me, "Shall I pray for you?" Նա ինձ ասաց. Թույլ կտաս աղոթեմ քեզ համար։ I am Dutch Reformed. Ասաց, որ ինքը վերափոխվել է։ Dutch Reformed people don't pray for one another. Եվ իր համար այդպիսի վերափոխված մարդիկ իր կարծիքով, իրար համար չեն աղոթում։ They pray in church. Այդ վերափոխված մարդիկ եկեղեցում են So I աղոթում։ said, no. Ասացի, չէ։ Then she said later, again, she says, "Shall I pray for you?" Նորից ասաց, աղոթեմ քեզ համար։ And I became a little uncomfortable. Ես մի քիչ անհարմար զգացի։ I said, no. Holidays are coming. Things will become better. Ասացի, չէ, սուրբ լավ օրեր են գալիս, ամեն բան իր տեղը կընկնի։ And then she said for the third time, Երրորդ անգամ նա ինձ ասաց. "But I can pray for you. Shall I pray?" Թույլ կտաս աղոթեմ քեզ համար։ And before I knew, Եվ մինչև ես կիմանայի, գլխի կընկնեի, I said, "Okay." ասացի լավ, And I said, no. I don't want to say. I want to get my words back. ու երբ ասեցի լավ, ուզում էի նորից վերադարձնել ասածս խոսքը։ But she already started Բայց praying. նա արդեն սկսել էր աղոթել։ She put her hand on my shoulder. Ձեռքը դրեց ուսիս վրա, And I don't know what she prayed. ու չգիտեմ թե I ինչ can't աղոթեց։ remember. Չեմ հիշում։ But the moment she put her hand on my Բայց shoulder, այն պահին, երբ ձեռքը դրեց ուսիս վրա, I felt if I was in a water well, զգացի, որ կարծես ջրհորում լինեի, dry, որը չորացած էր, on the bottom, հատակին։ big stones around me, Եվ ինձ շրջապատում էին մեծ քարեր, lit on the top, եւ այդ քարերը կարծես լցրել էին ջրհորը։ darkness. Եվ այդտեղ խավար էր։ And the moment she started praying, Եվ այն պահին, երբ նա սկսեց աղոթել, there was such a bright white light. վառ սպիտակ լույս տեսա։ It broke through the stones. Այն ճեղքեց քարերի միջով։ I'd never seen such a bright light. Ես երբևէ այսպիսի վառ լույս չէի տեսել։ Something was taken from my back that I didn't know I was carrying. Մի բան կարծես վերցվեց իմ ուսերից, որ չէի էլ մտածում թե կրում էի։ I found something that I was not looking for. Գտա մի բան, որ չէի փնտրում։ It is there that I became born again. Այդ ժամանակ ես վերածնվեցի։ I was not looking. Ես չէի փնտրում։ Holy Spirit was looking for me. Սուրբ Հոգին էր ինձ փնտրում։ And he found the Yep. coin. Նա գտավ այդ դրամը։ That was Hank. Նրա անունը Հենք էր։ The last one is the prodigal son. Վերջինը անառակ որդու վերադարձն է։ It is here that the prodigal son, who is a true son, Անառակ որդին, ով իսկապես իր հոր որդին էր, because he asked for the part of the inheritance. քանի որ խնդրել էր իր մասնաբաժինը, ժառանգությունը։ And in this parable, Jesus shows us what happened in paradise with Adam and Eve. Եվ այս առակի միջոցով Հիսուսը ցույց տվեց, թե ինչ տեղի ունեցավ Ադամի եւ Եվայի հետ դրախտում։ The prodigal son also Եդեմի պարտեզում։ separated from his father. Անառակ որդին եւս առանձնացավ, բաժանվեց իր հորից։ He didn't want to be dependent. Նա չէր ցանկանում կախում ունենալ։ He wanted to create his own identity. Նա ցանկանում էր իր ինքնությունը ստեղծել։ And the father let him go. Եվ հայրը նրան թողեց, որ հեռանա։ He said, go through the experience Ասաց գնա ու այդ փորձառությունն ունեցի, that you can't do it.
որ իմանաս, թե ինքնուրույն չես կարող։ And after time, Եվ անցավ մի ժամանակ, he found out he couldn't live his life in his own strength. նա հասկացավ, որ իր զորությամբ չի կարող շարունակել ապրել։ And this is the difference with the story of Adam and Eve. Ահա թե որն է Ադամի եւ Եվայի պատմության, It is there that there was at that time not yet a solution. միջև տարբերությունը Եվայի եւ Ադամի ժամանակ դեռ լուծումը չկար։ And Jesus says now the solution is there. Եվ Հիսուսն ասաց. հիմա լուծում կա։ The Father is waiting for you. Հայրը սպասում է քեզ։ You can come just as you are. Կարող ես գալ այնպես, ինչպես կաս։ Tonight, Հիմա you can come կարող ես գալ just as you are. այնպես, ինչպես կաս։ Unbeliever, Անհավատ, believer. հավատացյալ, Being born again վերածնված or not yet. կամ դեռևս վերստին ծնունդ չունեցող։ When you become born again, Երբ վերածնվես, you are spirit inside. ներսից հոգի ես։ God is spirit. Աստված հոգի է։ The conditions are right. Եվ կա ճիշտ պայման, ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները։ He says, I'm waiting for you. Նա ասում է. Ես սպասում եմ քեզ։ Arms open wide. Ձեռքերս լայն բացել տարածել եմ։ I'm waiting for you. Սպասում եմ քեզ։ Come home. Տուն արի։ Welcome home. Բարի գալուստ տուն։ Experience the Ունեցիր այս the փորձառությունը loving arms of the Father. եւ զգա Աստծո հոր սիրող ձեռքերը։ Experience unconditional love. Զգա անպայմանական սերը։ There is healing. Կա բժշկություն, There is comfort. կա կարեկցանք, There is մխիթարություն, peace, shalom. կա խաղաղություն, շալոմ։ It's all for you. Եվ այս ամենը քեզ համար է։ Why? Ինչու՞։ So we can go out in the world. Որպեսզի կարողանաս գնալ աշխարհ And when they see you, եւ երբ աշխարհը տեսնի քեզ, they see the Father. տեսնի հորը։ This is the greatest longing in the heart of the Father. Սա է հոր սրտի մեծագույն փափագը, ձգտումը։ I don't want to ask you to come forward. Չեմ ուզում ասել, որ առաջ գաք։ I just ask you to think about it. Ուղղակի խնդրում եմ մտածեք այս խոսքերի շուրջ։ Let's just pray. Ուղղակի եկեք աղոթք And քանենք։ you know, when your heart is touched, Երբ ձեր սրտերը հպում են զգում, it's enough to say yes tonight. այդ հպումը բավարար է այսօր հիմա ասելու այո։ The Father is here. Հայրն այստեղ է։ Jesus is risen. He is real. Հիսուսը հարություն է առել, նա իրական է։ My Father is real. Իմ հայրն իրական է։ It's not just reading the word. Նրա մասին ուղղակի գրված չէ։ He says the word is directing you to me. Քանի որ գրված է, թե խոսքն ուղղորդում է մարդուն տանելով նրա մոտ։ I am so real that I can give you a hug. Նա ասում է. ես այնքան իրական եմ, որ կարող եմ գրկել I քեզ, can give you kisses. կարող եմ համբուրել քեզ I can tell you how much I love you. եւ ասել, թե որքան եմ I սիրում will let քեզ։ you experience my love for Ես you. թույլ կտամ քեզ զգալ իմ սերը քո հանդեպ։ The only thing that is required, Միակ բանը, որ պահանջվում է քեզնից, coming in the position that you can let yourself be found. հետեւյալն է, որ գաս այն դիրքին, որ Աստված կարողանա գտնել քեզ։ If you want to be in that position, Եթե ցանկանում ես հայտնվել այդ դիրքում, just simply say yes to God. պարզապես Աստծուն ասա այո։ Let's stand up Եկեք together. ոտքի կանգնենք։ Just close your eyes. Ուղղակի փակենք մեր աչքերը։ And you know, when you have your eyes closed, Երբ աչքներներս փակում ենք, right now, everyone, listen հիմա to me. Listen. խնդրում եմ բոլորը փակեն աչքերը։ When you, Լսեք։ please close your eyes. Փակեք ձեր աչքերը, խնդրում եմ։ When you have your eyes closed, Երբ ձեր աչքերը փակում եք, try to find the eyes of the Father. փորձեք գտնել հոր աչքերը։ Come on. Search.
Փնտրեք, Look for the eyes of God the Father. փնտրեք Հայր Աստծո աչքերը։ And if you see them, Եվ եթե տեսնում եք, look straight into the eyes. ուղիղ նայեք նրա աչքերի մեջ։ And you can see the love from the heart of the Father. Եվ այդտեղ կտեսնեք հոր սրտի սերը։ It's flowing from his eyes Այն հոսում է իր աչքերից, into your eyes, դեպի ձեր աչքերը, into your heart. դեպի ձեր սիրտը։ It's like a mother with her newborn baby. Սա նման է մորը իր նորածին զավակի հետ։ The baby can just reach eyesight to the eyes of the mother. Նորածինն ամենաշատը կարող է տեսնել, նայել իր մոր աչքերին։ And the mother looks at the baby. Եվ մայրն էլ նայում է իր երեխայի You're աչքերին, mine. I ասելով. love you. Դու իմն ես, I'm ես so սիրում եմ happy քեզ։ with you. Ես այնքան երջանիկ եմ քեզ հետ։ And this is God for you. Աստված էլ հենց այսպես է վարվում Drink. ձեզ հետ։ Drink the love. Խմեք նրա սերը, Drink his love. խմեք նրա Father, սերը։ we thank you for the people here present. Հայր, շնորհակալ ենք քո ներկայության Come, Holy համար։ Spirit. Արի Սուրբ Հոգի։ Jesus, you are here present. Հիսուս, դու այստեղ ներկա ես։ Father, you're ready to receive them home. Հայր, դու պատրաստ ես նրանց ընդունելու քո Arms are տան open մեջ։ wide. Քո ձեռքերը լայն Hallelujah, բացված Father. են։ We thank you, Father, for prodigals to come home. Շնորհակալ ենք Տերը, որ անառակ որդիները տուն են We վերադառնում։ thank you for lost coins to be found. Շնորհակալ ենք Տեր, որ կորսված դրամները գտնվում են։ We thank you for sinners to be set free. Եվ շնորհակալ ենք, որ մեղավորներն ազատագրվում են։ Tonight is your night. Այս օրը քորն է։ Tonight is a new beginning. Այս օրը նոր սկզբի օրն է։ The love of the Father is there for you. Հոր սերը քեզ համար հասանելի է։ Receive him Ստացիր այն and start this new journey. եւ սկսիր քո նոր ընթացքը։ He will guide you. Նա կառաջնորդի He will քեզ lead you. եւ նա կուղղորդի And the քեզ։ day is coming that Jesus returns. Գալիս է, մոտենում է Հիսուսի վերադարձի օրը We are longing for that day. եւ մենք փափագում ենք But այդ we օրվան։ want to be in the right position. Բայց այդ օրվան սпасելիս պետք է ճիշտ դիրքում լինենք։ Thank you for grace and mercy. Շնորհակալ ենք Տեր քո շնորհքի եւ ողորմության We համար։ receive it Ստացեք։ so we can give it out. Մենք պետք է ստանանք դա, որպեսզի կարողանանք մարդկանց տալ։ Thank you, Father. Շնորհակալ ենք Հայր։ Thank you, Jesus. Շնորհակալ ենք Հիսուս։ Thank you, Holy Spirit. Շնորհակալ ենք Սուրբ Հոգի։ Be blessed Օրհնված եղեք in Jesus' name. Հիսուսի անունով։ Amen. Ամեն։ Amen.